ABC մեդիան ուղիղ եթերում շարունակում է իր աշխատանքը, դուք դիտում եք լուրերի ժամը 12-ի թողարկումը, ես Գառնիկ Թաթյանն եմ, բարի օր։ Այս ժամի թողարկման համար առանձնացրել ենք հետևյալ թեմաները։ Էկոակտիվիստից պատվիրակության անդամ, ովքեր էին Երևան եկած ադրբեջանցի փորձագետները։ Կառավարության սխալ հաշվարկների գինը կվճարի պետությունը սեփական անվտանգությամբ, որոնք են ծառայության ժամկետի կրճատման ծրագրի խութերը։ Ինչու Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց փաստաբանից, ինչ է կատարվում Բաքվի դատարաններում տեսախցիկներից այն կողմ, նախկին պետնախարարը նամակ է գրել։ Եվս մեկ փաստաբան կալանավորվեց, ինչ մեղադրանքներ են առաջադրել Ռուբեն Մխիթարյանին։ Գյումրիում ձերբակալությունների ալիքը չի հանդարտվում, Վարդան Ղուկասյանի ընտանիքից նոր ձերբակալված կա։ Կաթն ու պանիրը նոր շքեղություն, ինչու է կատնամթերքը կրկին թանկանում։ Ոչ շատ վաղ անցյալում էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցին մի քանի օր առաջ եկել էր Երևան որպես փորձագետ։ Հոկտեմբերի 21-ից 22-ին Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ եւ երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ տեղի ունեցել երկկողմ կլոր սեղան քննարկում։ Ադրբեջանցի փորձագետների խմբում է նաեւ Արցախի շրջափակմանը մասնակցած էկոակտիվիստ Դիլարա Էֆենդիևան։ Փաստերի ստուգման հարթակը գրում է, որ Էֆենդիևան 2022-ի դեկտեմբերին որպես էկոակտիվիստներ մասնակցել է Արցախը Հայաստանին կապող Բերձորի միջանցքի արգելափակմանը։ Սակայն հիմա այդ ամենի մասին չեն խոսում։ Հիմա օրակարգում միայն խաղաղության թեման է։ Ժնևում Ալեն Սիմոնյանն է հանդիպում ադրբեջանցի գործընկերոջ հետ, ջերմ զրուցում են, Փաշինյանն է պարբերաբար հանդիպում Ալիևի հետ, տարբեր հարթակներից էլ շնորհակալություն հայտնում, սակայն այս խաղաղությունն ունի դարձերես, որի մասին պաշտոնական կողմերը չեն խոսում։ Արցախի նախկին պետնախարարը նամակ է գրել բանտից, պաշտպանության բոլոր դատավարական հնարավորությունները սպառված են։ Ռուբեն Վարդանյանի խոսքով Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելը հարկադրված որոշում էր, քանի որ միջազգային իրավունքի նորմերի հենց ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումներն այս լսումները վերածեցին բացահայտ ֆարսի։ Ժամանակի ընթացքում վիճակը միայն վատ թարացավ։ Այս անհեթեթության թատրոնում պաշտպանի դերը անկախ նրա ցանկությունից եւ ջանքերից սահմանափակվում է միայն այս գործընթացը ձևական օրինականության ապահովմամբ։ Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին, ինձ պետք չէ պաշտպանության պատրանք, ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում, գրել է Վարդանյանն իր նամակում։ Ինձ այդպես էլ թույլ չտվեցին ծանոթանալ գործի նյութերին եւ մեղադրական եզրակացությանը։ Նյութերին հասանելիություն ունենալը միջև օրս մերժվում է, ես չեմ կարողանում ծանոթանալ իմ գործի 422 հատորներին։ Դատարանը չի տրամադրել հիմնական դատավարական փաստաթղթերի պաշտոնական թարգմանությունը։ Ինձ դատարանում պաշտպանելու հնարավորություն չի տրվել։ Ես հնարավորություն չեմ ունեցել առանց սահմանափակումների եւ նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել պաշտպանի հետ դատական նիստերին պատրաստվելու համար։ Հասանելիություն չեմ ստացել ձայնային եւ տեսանյութերին, որոնք ներկայացվում են որպես իմ մեղքի ապացույց։ Իմ բոլոր միջնորդությունները, քննչական մարմինները եւ դատարանն անտեսել են։ Պաշտպանի կարևոր խնդրանքները, որոնք անհրաժեշտ էին արդար դատավարության համար, նույնպես մնացել են անպատասխան։ Պաշտպանից հրաժարվելու մյուս պատճառը դատարանի մերժումներ հրավիրելու վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները եւ հաստատել պաշտպանության համար նշանակություն ունեցող փաստերը։ Դատարանը հրաժարվեց բավարարել այս միջնորդությունը, վերջնականապես զրկելով գործընթացը օբյեկտիվության եւ արդարության որևէ նշույլից։ Մինչ մեր հայրենակիցները Բաքվի բանտից խոսում են տեղի ունեցող ապօրինությունների մասին, այստեղ Հայաստանում փորձագետներն են նահանջում։ Կառավարության հերթական հաշվարկների գինը վճարելու է պետությունը սեփական անվտանգությամբ։ Զինծառայության ժամկետի կրճատման հետևանքները ծանր են լինելու, համոզված է Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով ժամկետային ծառայության 6 ամսով կրճատումը նշանակում է այդ ուղղությամբ զորակոչվողների 25%-ով կրճատում։ Պաշտպանության նախարարության հաղորդած պայմանագրայինների թվի աճը համարժեք չէ կրճատվողների թվին, եւ ամենակարևորը իշխանության տարբեր դեմքեր մինչև այս փոփոխությունը խոստովանում էին, որ համալրման լուրջ խնդիր կա ու այդ պայմաններում բանակի անհամարժեք կրճատման են գնում։ Ես հասկանում եմ հասարակության մի մասի ուրախությունը, որոնք այս առաջարկը դիտարկում են էմոցիոնալ ու ոչ մասնագիտական տեսանկյունից, բայց մենք պետք է հստակ հասկանանք, որ առանց այդ էլ արկա բազմաթիվ բարդությունների պայմանում զինված ուժերում ճողվածք է առաջանալու, ինչը երկրի պաշտպանողականության վրա ծանր հետևանքներ է ունենալու։
Պողպատե մանդատը հասել է փաստաբանական համայնքին։ Ժամեր առաջ Շիրակի Առաջինատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով կալանավորեց մեր ձևով ժողովրդական շարժման անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանի։ Մխիթարյանին մեղադրում են զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացման կամ գործի քննությանը միջամտելու համար։ Մեր ձևով շարժումը ձերբակալությունն ու մեղադրանքը որակում է ապօրինի։ Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանի նկատմամբ իրավապահների հետապնդումը։ Հարցը քննարկել է փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը։ Պալատը հիշեցնում է, որ փաստաբանի անկախությունը վերջինիս մասնագիտական գործունեության առանցքային հիմքերից է։ Այն անհրաժեշտ նախապայման է ժողովրդավարական հասարակության մեջ երաշխավորելու անձանց իրավունքների պաշտպանությունը։ Փաստաբանին չեն կարող ենթարկել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար։ Այդպիսի գործողությունները խաթարում են մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը եւ բացարձակապես անընդունելի են։ Հանձնաժողովը վերահաստատում է, փաստաբանի մասնագիտության առանձնահատկությունների հաշվառմամբ պետական մարմիններն իրենց իրավասության սահմաններում գործողություններ նախաձեռնելիս կամ որոշումներ կայացնելիս պետք է հատուկ քննարկման առարկա դարձնեն դրանց հնարավոր բացասական հետևանքները փաստաբանի որպես մասնագիտության հեղինակության վրա։ Գյումրիում վիճակը չի հանդարտվում, ձերբակալությունների ալիքն էլ չի հեռանում Ղուկասյանների ընտանիքից։ Գյումրիում զանգվածային անկարգությունների գործի համար դատարանը կալանավորել է Գյումրու ավականու անդամ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռանը Գևորգ Ղուկասյանի։ Ըստ քննչական կոմիտեի Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 13 անձի նկատմամբ որպես խափանման միջոց դատարանն ընտրել է կալանքը։ Իրավապահ համակարգի առաջադրած մեղադրանքների պատճառով արդեն 3 սրբազան կալանքի տակ է։ Դատավարությունները շարունակվում են։ Ստացվում է ոչ մի երաշխիք չկա, որ իշխանությունը մեղադրանք չի առաջադրի ցանկացած քաղաքացու նկատմամբ, կլինի փաստաբան, հոգևորական, քաղաքական գործիչ, թե շարքային քաղաքացի։ Իսկ մեղադրանքի համար հիմք կարող է դառնալ սովորական իրը, հարցազրույցի ժամանակ արված հայտարարությունը կամ ձայնագրությունը։ Վերջին օրերի ամենաշատ քննարկվող թեման Արագածոտնի թեմի շուրջ բարձրացած աղմուկն է։ Իսկ այսօր ունենք հետևյալ պատկերը։ Թեմի առաջնորդին կալանավորել են, իսկ հոգևորականին, որի հարցազրույցն էլ դարձել է տեղի ունեցողի ամբողջ հիմքը, կարգալույծ են արել։ Սակայն նախկին հոգևորականը չի ընդունում եկեղեցու որոշումը։ Ստեփան Ասատրյանը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի նամակին պատասխանել է նամակով, մակագրելով որպես Տեր Արամ Քահանա Ասատրյան։ Գերաշնոր Սրբազան հայր, դուք եւս անդամ եք շնորհների բաշխման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի։ Ուստի ակնկալում եմ տրամադրել ինձ, թե ինչ ընթացակարգով եւ կանոնակարգով են տեղի ունեցել հանձնախմբի նիստերը եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու որ կանոնն եմ շրջանցել։ Ինչպես է հայրապետական տնօրինությունը նշում, իմ երիցս չներկայանալու փաստը այն դեպքում, երբ ես գրություններով երիցս պատրաստակամություն եմ հայտնել հանդիպելու հանձնախմբին, նպատակը ճշտելու պարագայում։ Այս կիրակի առաջին անգամ կարգալույծ քահանան պատրաստվում է պատարագ մատուցել հայ առաքելական եկեղեցում։ Փաշինյանն էլ հայտարարում է, որ մասնակցելու է։ Կիրակի հովանավանքում Փաշինյանի հայտարարած ու նաև հովանավորած արարքները հանցագործություն են, որոնք պատժելի են քրեական օրենսգրքով, հայտարարել է Արման Թաթոյանը։ Քաղաքացիական պայմանագիրը գործում է հստակ կեղծիքների հստակ սխեմայով, քանդում են պետությունը, թշնամացնում մեր ժողովրդին, իրար հետ ավերում են հայոց եկեղեցին ու արժեքները, ասել է Թաթոյանը։ Հանրային գործիչները պնդում են, որ այս կիրակին վճռորոշ է լինելու։ Ինչու՞մ Սեդա Մակարյանն է ներկայացնում։ Պատմության մեջ առաջին անգամ կարգալույծ քահանան պատրաստվում է պատարագ մատուցել հայ առաքելական եկեղեցում։ Արդեն նախկին քահանա Ստեփան Ասատրյանի այս քայլը արժանացել է Նիկոլ Փաշինյանի հավանությանը։ Նա հայտարարել է, որ կիրակի կայցելի հովանավանք։ Առաջիկա կիրակի օրը հոկտեմբերի 26-ին հովանավանքում մասնակցելու եմ Տեր Արամ Քահանա Ասատրյանի կողմից մատուցվող Սուրբ եւ անմահ պատարագին։ Մայրաթորը հոկտեմբերի 21-ին հայտարարեց Տեր Արամ Քահանա Ասատրյանի կարգալույծանելու մասին, շեշտելով, որ նա այսուհետ համարվելու է աշխարհական Ստեփան Ասատրյան անունով։ Ըստ հայտարարության Ասատրյանը կարգալույծ է արվել եկեղեցական կանոնադրությունը խախտելու, եկեղեցին հանրային խոսքով վարկաբեկելու եւ պատարակների բովանդակությունը խեղելու համար։ Ես գնալու եմ առաջ, իմ ժողովուրդս էլ իմ հետ է, որովհետեւ վերջապես օրենքը ամեն անհատից պետքա բարձր լինի։ Ստեփան Ասատրյանը սակայն հայտարարում է, որ չի լքելու վանքը եւ կիրակի պատարագի է հրավիրել իր հետևորդներին։ Նա բացի բաց աջակցում է վարչապետ Փաշինյանին եւ պնդում է, թե կարող է իր շուրջ հավաքել մինչեւ 10,000 մարդ։ Բայց եթե որևէ պահի պետք լինի, օհանավանցիներին ոչ միայն օհանավան, դուք այստեղ 10,000-ից ավել մարդ կտեսնեք։
Որոնք գալու են Այդքան հավատացյալներ կան։ Այո, ես զգուշացնում եմ, ես կատակ չեմ անում։ Մայրաթորի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանն ընդգծում է, կարգալույց հոգևորականի կատարած բոլոր արարողությունները անվավեր են։ Նկատի ունենալով, որ ինքը ծանոթ է ծեսին եւ արարողակարգին, կարող է, բայց իր արած պատարակը, ինչպես մկրտությունը պսակը, անվավեր են։ Ինքը իրավունք չունի եկեղեցական կանոնի համաձայն պատարակ եւ որևէ խորհուրդ կատարելու։ Այս ամենը հստակ կարգավորվում է կանոնագիր քայոցով, որը սահմանում է եկեղեցու ներքին կարգն ու կարգապահական կանոնները։ Եթե մի քահանա կամ սարկավակ արհամարել է իր եպիսկոպոսի հրամանը, եթե եկեղեցին արտաքսել է նրանց, բայց առանձին ժողով են գումարել կամ պետք է գումարեն եւ սեղան են հաստատել, այսինքն պատարակ մատուցել եւ չեն եկել եպիսկոպոսի կանչին, ընդդիմացել են, անարգել եւ չեն կամեցել նրա խոսքերը հանձն առնել եւ լսել, այդպիսիներին պետք է լիովին մերժել։ Նրանց ոչ մի մխիթարություն չի կարելի տալ, ինչպես որ չեն կարող բոլորովին այլևս նույն պատիվն ունենալ։ Իսկ եթե հարատևեն նույն գործերի մեջ բարձրացնելով խռովություններ եւ ամբոխներ հանելով եկեղեցու դեմ արտաքին իշխանության կամ այլ ազդեցության օգնությամբ, այդպիսիներին իբրև խռովարարների պետք է վերադարձնել ու սանձահարել։ Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը նկատում է առաջիկա կիրակին կարող է դառնալ վճռորոշ, քանի որ Փաշինյանն ըստ նրա փաստացի մարտահրավեր է նետել ինչպես Մայրաթորին, այնպես էլ ընդդիմությանը։ Եթե նման բան տեղի ունենա, ամենայն հավանականությամբ եկեղեցին հետո ստիպված է լինելու անավանքը նորից փոխել, որովհետև ըստ էության սրբապղծություն է տեղի ունենալու։ Ըստ քաղաքագետի սրբապղծությունը կանխելու համար ընդդիմությունն անելիք ունի։ Ընդդիմադիր ուժերը պետք է հայտարարեն օհանավանքում պատարակի մասնակցելու մասին եւ հնարավորինս մեծ քանակով մարդկանց գնալ այնտեղ թույլ չտալու համար, որպեսզի նշած սրբապղծությունը տեղի ունենա։ Մեր ձևով շարժումն ասում է, մեկ անգամ չէ, որ հայտարարել է իրենք միշտ ներգրաված են եկեղեցու պաշտպանության գործում։ Մեր ձևով շարժումը հայտարարել է եւ վերահաստատում է աջակցությունը հայաստանյանց առաքելական Սուրբ եկեղեցուն եւ ասել է, թե որտեղ է լինելու եւ որ պահին։ Խորհրդարանական ընդդիմությունը եկեղեցուն պաշտպանելու իրենց հավանական ծրագրերի մասին մեկնաբանություն չի տալիս։ Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունները պարզաբանեցին, որ նիստի են մասնակցում եւ այս պահին մեկնաբանություն անել չեն կարող։ Միասնության թևեր շարժումը նույնպես զբաղվածության պատճառով չկարողացավ անմիջապես պատասխանել մեր հարցին, բայց խոստացավ մոտորերս մանրամասներ ներկայացնել։ Իսկ ոստիկաններն արդեն հովանավանքում են, հսկում են եկեղեցու անցուդարձը։ Պատմական վանքը կդիմանա այս փորձությանը եւ կպահպանի իր սրբությունը, ցույց կտա ժամանակը։ Սեդա Մակարյանը, ABC Media։ Հերձվածի դեմ եկեղեցին միայն մեկ դեղատոմս ունի, բանադրանք։ Իսկ եթե դեռ տաք եք ու չեք հասկանում, թե դա ինչ ցցումներով է լի, ցավում եմ, գրել է Տեր Շահե Ծայրագույն Վարդապետ Անանյանը։ Վարդապետը գրել է, որ աղոթում է, որ տգետ չմնան։ Ցավում եմ, որովհետև ազգի ոգին երկատվելու է, հոգևոր անվտանգությունը թուլանալու եւ այդպես շարունակ։ Կարելի է անverջ խոսել եւ դատապարտել, բայց բանադրանքն ու նզովքն անդառնալի հետևանքներ են ունենալու։ Մի քիչ ընթերցեք հայոց եկեղեցու պատմությունը եւ կհամոզվեք, որ դեռ շատ մեղմ եմ ասում։ Իսկ սեփական հանգստությունն ու տաքուկ անկյունը անձնական վրեժխնդրությունից հորթային հրճվանք ամեն բանից վեր դասող նախկիններին ու ներկաներին ասում եմ, պատմությունն ու Աստված չեն ներելու։ Նրանց դատաստանը մարդկանց դատաստանի նման չէ։ Երևանի մետրոյի կայարաններում առավոտյան վիճակը լարված էր, գնացքները չէին շարժվում, մարդիկ այդ մասին իմանում էին ներքևում, երբ արդեն վճարել էին իջել մետրո։ Միայն 40 րոպե սպասելուց հետո մետրոյի բարեկամության կայարանում հավաքված մարդիկ կարողացան նստել գնացք։ Աշխատակիցների խոսքով պատճառը տեխնիկական խնդիրներ։ Վերջին շաբաթների կտրուկ թանկացումների մասին, օրինակ պանիրն ու կաթ գնելը դարձել է շքեղություն, թանկացել է հատկապես կաթնամթերքը, օրինակ 670 դրամանոց թթվասերը դարձել է 720 դրամ, թանկացել է մածունը, կաթնաշորը, թթվասերը, կաթը եւ այլն։ Որոշ խանութներում սպառողները մինչև 100 դրամի թանկացում են նկատել։ Ինչ է կատարվում շուկայում, տեսանյութում։ Վերջին օրերին կաթնամթերքի գների աճը դարձել է հանրային հիմնավոր դժգոհություններից մեկը։ Խանութներում գնորդներն ասում են, կաթն ու պանիրը կրկին թանկացել են, իսկ իշխանությունը դեռ չի ներկայացրել իրավիճակը մեղմելու հստակ քայլեր։ Անեն ցենանում ծված մեռում ենք։ Ուրիշը դե գախնի բան չկա։ Մածունը 700 քանի դրամ։ Կաթնամթերքը աշունա հնարավորություն չկա, անասունա բուծական պերմաները քչացել է, ստիված է դες պետք լինի, բայց ինչ պետք լինի։ Դե թանկացումները միշտ լավ չէ, բնականաբար։
Հանգանում է ամեն ինչը լավ չի։ Արդեն երրորդ շաբաթն է աշտարակ կաթը բարձրացրել է իր արտադրանքի գինը միջինը 20-ից 50 դրամով, այլ արտադրանքների գնաճն ավելի կտրուկ է 100 եւ ավելի դրամով։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանն այս իրավիճակը որակում է սոցիալական ռիսկ։ Նա դիմել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, բարձելու նախատեսված են արդյոք ինչ-որ միջոցառումներ սոցիալական բարդությունները մեղմելու համար։ Ինձ հետաքրքիր է, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն ինչ-որ քայլեր ձեռնարկելու է այս թանկացումներով պայմանավորված սոցիալական բարդությունները մեղմելու համար, թե դարձյալ մտածում է իր թուրք գործընկերուհու հետ հաջորդ հանդիպման մասին։ Մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովն էլ ասում է, շուկային հետևում են, իսկ գերիշխող դիրքեր ունեցող ընկերությունների նկատմամբ վարույթներ կարող են սկսվել միայն այն դեպքում, երբ ապացուցվի գնային մանիպուլյացիա։ Հանձնաժողովը նայում է շուկան, եթե լինեն գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ապա վարույթներ կհարեցվեն։ Հանձնաժողովն այնտեղ որտեղ չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, շուկան ազատ է եւ գնային քաղաքականությունները ընկերությունները իրենք են որոշում։ Տնտեսագետները նշում են, որ ընդհանուր գնաճը տարվա վերջում կկազմի մոտ 3%, սակայն կաթնամթերքի գների բարձրացումը կարող է դառնալ սոցիալական լարվածության նոր օջախ։ Շուտ կարող է պայմանավորված լինել այդ կաթնամթերքի գնաճը, այս բանը դա լոկալ է, այսինքն կարող է դա չերևալ ընդհանուր գնաճի ցուցանիշների մեջ, որտեղ նա ասում ագրեգացված է հաշվում։ Դա լոկալ է այն առումով, որ կարող է կաթնամթերքի արտադրության շղթայի մեջ ինչ-որ բացասական բան է կատարվել կամ ինչ-որ մի բան թանկացել է։ Սեփական արտադրանքը թանկացնելու հիմնավորումներ ունեն ընկերությունները։ Օրինակ Երևան կաթն ասում էր, որ հանձնաժողովից արդեն ստացել են ծանուցումներ եւ ներկայացրել են բոլոր պահանջված հիմնավորումները։ Ըստ այս բանը դες հետեւյալը կարող եմ ասել, որ պետական կառույցները զբաղվում են, այսինքն արդեն բավականին ստացել են ծանուցումներ եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի, այսինքն համապատասխան բոլոր անհրաժեշտ նյութերը ոնց որ իրենց տրամադրվել է ու գնում է ոնց ուսումնասիրությունը, այսինքն հիմնավորումները բոլորը ներկայացված են։ Բոնիլատ ընկերությունը հրաժարվեց մեկնաբանել թանկացումը։ Այս պահին գնաճի խնդիրը շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Սպառողները սպասում են պետական կոնկրետ քայլերի, իսկ տնտեսագետները նախազգուշացնում են, եթե գործընթացը չկառավարվի, սոցիալական բարդությունները միայն խորանալու են։ Աշխարհում տեղի ունեցողի մասին Դոնալդ Թրամփն անտեղի է համարել Պուտինի հետ հանդիպումը։ Կարծում եմ, որ ժամանակն է Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցներ կիրառել, հույս ունենալով, որ դրանք չափազանց երկար չեն մնա։ Ամեն անգամ, երբ ես խոսում եմ Վլադիմիրի հետ, մենք լավ զրույցներ ենք ունենում, բայց հետո դրանք ոչ մի տեղ չեն տանում, ասել է Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Օվալաձև աշխատասենյակում հանդիպման ժամանակ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նույնպես հակամարտող կողմերին հորդորել է կանգ առնել այնտեղ, որտեղ հիմա գտնվում են։ ՆԱՏՕ-ն ցանկանում է անհապաղ հրադադար Ուկրաինայում առանց նախապայմանների, ասել է Ռյուտեն։ Միջազգային լուրերը մեկ ռեպորտաժում։ Հնդկաստանի նախագահի ուղևորությունը Կերալայում կարող էր ավարտվել աղետով։ Նախագահին տեղափոխող ուղղաթիռը վայրեջքի պահին խրվել է չամրացված բետոնի մեջ։ Վայրեջքի հրապարակը պատրաստվել էր ընդամենը մի քանի ժամ առաջ, իսկ խոնավ եղանակը խանգարել էր բետոնի լիարժեք կարծրացմանը։ Նախագահը չի տուժել եւ շարունակել է իր այցը մեքենայով։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նոյեմբերի սկզբին պատրաստվում էր այցելել Վաշինգտոն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։ Այցի ընթացքում քննարկվելու են Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղիներն ու երկկողմ տնտեսական նախագծերը։ Մինչ այդ հայտնի դարձավ Թրամփի մեկ այլ դիվանագիտական որոշման մասին։ Նա չեղյալ է հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումը Բուդապեշտում, նշելով, որ ճիշտ ժամանակ չէ ընտրված։ ՆԱՏՕ-ի անմիջական հրամանով գործող Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը Հյուսիսային ծովում կալանել է ռուսական նավ։ Օպերացիան իրականացվել է Ֆրանսիայի եւ Նիդերլանդների աջակցությամբ։ Սա առաջին դեպքն է, երբ բրիտանական ռազմածովային նավը գործում է դաշինքի ուղիղ հրամանատարության ներքո ռուսական նավերի դեմ։ Իսկ տիեզերական ոլորտում հիշատակման արժանի օր է։ Հենց հոկտեմբերի 22-ին 2008-ին Հնդկաստանը գործարկել է իր առաջին լուսնային առաքելությունը, որը նշանավորեց երկրի մուտքը տիեզերական հետազոտությունների նոր դարաշրջան։ Այդ առաքելության շնորհիվ մարդկությունը ստացավ լուսնի մակերևույթի ջրի հետքերն ապացուցող առաջին տվյալները։ Անի Աբաղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։
Եվ վերջում, Լուվրի երկրորդ հարկի պատշգամբը, որտեղից գողերը մտել են թանգարան, ավելի քան $100 միլիոն արժողությամբ պատմական զարդեր գողանալու համար չի եղել անվտանգության տեսախցիկ, ասել է թանգարանի տնօրեն Լորանս Դեկարին։ Թանգարանի տնօրենը նշել է, որ երկրի ամենաարժեքավոր գանձերը հսկելու համար նախատեսված բացարձակապես հնացած, նույնիսկ բացակայող տեխնիկան աշխարհի ամենամեծ թանգարանի համար սարսափելի է։ Դեկարն ասել է նաև, որ կողոպուտից հետո իր հրաժարականի դիմումն է ներկայացրել մշակույթի նախարար Ռաչիդա Դատիին, սակայն նախարարը մերժել է այն։ Այս ժամի թողարկման համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել ABC Media-ին սոցիալական բոլոր հարթակներում, YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում ու Instagram-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Այժմ դիտենք իմ գործընկեր Աննա Սարգսյանի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ, իսկ լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 15-ին։ Եկեղեցու շուրջ տեղի ունեցողը կարծես վաղուց այլևս միայն հոգևոր խնդիր չէ, այն դարձել է քաղաքական գործընթացի մի մաս, իշխանության եւ ազգային ինստիտուտների միջև լարվածության նոր դրսևորում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հովհաննավանք այցելելու եւ կարգալույց քահանայի պատարագին մասնակցելու մասին արդեն իսկ վերածվել է հասարակական բևեռացման նոր ալիքի։ Ինչ նպատակ է հետապնդում Փաշինյանը բացահայտ հակադրության մեջ մտնելով եկեղեցու հետ եւ ինչ վտանգներ ունի ազգային ինքնության ու պետականության տեսանկյունից։ Այս եւ այլ հարցերի մասին այս պահին զրուցելու եմ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բադալյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Բադալյան, այս օրերին երկրի ներսում ընթացող ամենակարևոր պայքարը կարծես քաղաքականից վերածվել է հոգևորի եւ եկեղեցու նկատմամբ լուտանքներից, մեղադրանքներից, հոգևորականների ձերբակալություններից, սրբազանի կալանավորումից հետո Փաշինյանը հայտարարում է, որ գնում է հաղորդություն ստանալու արդեն կարգալույց քահանայից, ընդ որում այս քահանային կարգալույց են արել եկեղեցականների դեմ կեղծ մեղադրանքների, զրպարտության եւ հոգեվոր օրենքներին չհետևելու համար։ Սա ինչ մեսիջ է իշխանությունից եկեղեցուն եւ ինչ պայքար է իրականում։ Ինձ թվում է մեսիջները շատ վաղուց Նիկոլ Փաշինյանն արդեն տվել է եւ նպատակն էլ շատ պարզ է։ Ընդհանուր առմամբ պայքարը իշխանության համար Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները ներկայումս ունեն հենց այդ նպատակը, այսինքն միտված են իշխանությունը պահելու առաջիկա ընտրական process-ում ցանկալի արդյունք եւ պատկեր ստանալու այդ խնդիրը լուծելուն։ Եվ այս իմաստով եկեղեցու գործընթացը հենց դրա մասն է, հերթական դրվագն է, այսինքն այն գործողությունների, որ մշակել եւ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, ըստ իս այդ գործողությունների համատեքստում նա մշակել է մի քանի սցենարներ եւ մենք հիմա տեսնում ենք դրա գործադրումը տվյալ դեպքում այդ կարգալույց քահանայի մասով։ Եթե բնորոշենք այդ երևույթը, դա իհարկե նույնիսկ կարող ենք ասել որոշակի դիվերսիա եկեղեցական կարգերի դեմ, որովհետեւ կարգալույց քահանայի պատարագի մատուցումը եւ այդ պատարագի ճանաչումը քաղաքական ղեկավարության մակարդակով դա պարզապես ճանաչում է եկեղեցական կարգի փլուզման։ Եվ սա իհարկե իր խորքային իմաստով շատ լուրջ իրավիճակ է եւ լուրջ գործողություն։ Ինչպիսին է լինելու արձագանքը Նիկոլ Փաշինյանի այս տրամաբանության գործողություններին, այստեղ է կարծում եմ գլխավոր խնդիրը եղել միշտ եւ շարունակում լինել, որովհետեւ այդ արձագանքը չի կարող սահմանափակվել միայն Նիկոլ Փաշինյանի գործողությունները գնահատելով։ Մենք տեսնում ենք, որ հիմա առավելապես այդ գնահատման արձագանքի հետ գործ ունենք հակառակ կողմից, մինչդեռ կարծում եմ եկեղեցու շուրջ ստեղծված այս իրավիճակը լայն իմաստով շատ ավելի խորքային պատճառահետևանքային կապեր ունի, շատ ավելի խորքային մոտիվներ, որոնք դուրս են Հայաստանի սահմաններից, եւ Նիկոլ Փաշինյանը իր խնդիրների համատեքստում պարզապես փորձում է օգտագործել այդ մոտիվները, տեղավորվել դրանց համատեքստում եւ քաղել իր համար առավելագույնը։ Հատկապես եթե գործ ունենք մի հսկա եւ մեծ նշանակություն ունեցող կառույցի հետ, թե հասարակական կյանքում, թե ընդհանրապես համահայկական կյանքում, եւ այստեղ օգտագործելով պահը, օգտագործելով նաեւ միջազգային միջավայրը եւ դրանից բխող այդ նշածս մոտիվները, Նիկոլ Փաշինյանը փորձում է նաեւ իհարկե լուծել այդ կառույցի հետ հարաբերվելու խնդիրը, այլ կերպ ասած ենթարկեցնել իրեն այդ մեծ կառույցը։ Ձեր նշած դրսի մոտիվներին դեռ կանդրադառնանք, այս պահին տարբեր գործիչներ հայտարարում են, որ ընդդիմությունը այստեղ մեծ անելիք ունի, որովհետև շատ վճռորոշ է լինելու այս կիրակին եւ պիտի գնան, ընդվզեն
Ինչպես պիտի ընդդիմությունը ընդվզի, որպեսզի թիրախում չհայտնվի հենց եկեղեցին, ինչ կարող է այս դեպքում անել ընդդիմությունը։ Ես մի քիչ համաձայն չեմ, որ այստեղ գլխավոր անելիքը ընդդիմությանն է։ Որովհետև ի վերջո ընդդիմությունն էլ ունի իր քաղաքական հաշվարկները, իր քաղաքական նպատակները, մոտիվները եւ այլն, եւ այստեղ ես ամենևին չեմ կարծում, որ դրանք կարող են բացարձակ նույնական լինել հայ առաքելական եկեղեցի ինստիտուտի խնդիրների, մարտահրավերների եւ անելիքների հետ։ Ոչ թե կասկածի տակ եմ դնում եկեղեցու պաշտպանության հարցում անկեղծությունը ընդդիմադիր տարբեր խմբերի կամ գործիչների, այլ ինստիտուցիոնալ նույնացումը շահերի, մոտիվների եւ այլն։ Եվ այս տեսանկյունից կարծում եմ գլխավոր անելիքը եկեղեցու շրջանակում է, այսինքն ինչպես է եկեղեցին, եկեղեցու բարձրաստիճան հոգևորականությունը արձագանքելու է իրավիճակին առաջին հերթին հանրության հետ աշխատանքով։ Եվ շատ կարևոր է ըստ իս, որ եկեղեցու խնդիրը չդառնա ներքաղաքական պայքարի առարկա ընդամենը իշխանության եւ ընդդիմության միջև։ Ըստ իս Նիկոլ Փաշինյանը փորձում է հենց հարցը այդ տիրույթում էլ տեղավորել, որովհետև այդ տիրույթում ինքը գտնվելու է առավել շահեկան վիճակում։ Հիմա այստեղ կրկնեմ, ըստ իս անելիքը հենց եկեղեցունն է եւ ես կարծում եմ, որ սխալ կլինի գնահատել Նիկոլ Փաշինյանը եւ նրա գործողությունները, նպատակները, մոտիվները որպես մարտահրավեր։ Ըստ իս Նիկոլ Փաշինյանը պարզապես լայն եւ մեծ հաշվով ժամանակի մարտահրավերի արտացոլումն է, իսկ իրականում պետք է գնահատել թե այդ մարտահրավերների ակունքը որն է, իսկ այստեղ ինչպես նշեցի, մենք գործ ունենք ըստ իս ընդհանուր համաշխարհային մասշտաբի process-ների հետ, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին դա միայն հայկական, այսպես ազգային ինստիտուտ չէ, այն ընդհանուր դարերի մասնակցություն ունի միջազգային կյանքին, դավանական իմաստով իհարկե, բայց մենք շատ լավ կարծում եմ պատկերացնում ենք, որ աշխարհաքաղաքականությունը երբեք առանձին չի եղել դավանաքաղաքականությունից, եւ դավանական էլեմենտը մշտապես եղել է աշխարհաքաղաքականության առանցքային մասերից մեկը եւ հատկապես կարեւոր է դառնում, երբ այդ աշխարհաքաղաքականությունը գտնվում է վերաբաժանման, աշխարհի վերաբաժանման եւ նոր աշխարհակարգի ձևավորման պատմական այսպիսի շրջափուլերում։ Պարոն Բադալյան, վերջին ամիսներին եկեղեցու դեմ կատարվողը ձերբակալությունները, մեղադրանքները կարծես մեր առօրյայի սովորական մաս դարձան եւ հանրությունն այլևս առաջվա նման չի ընկալում նոր ձերբակալությունները, նոր մեղադրանքները, նույնը ընդ որում տեղի ունեցավ պատերազմի, հետո Արցախի դեպքում մաս տարածքների հանձնում, որից հետո արդեն ամբողջական Արցախի կորուստը հանրությունը չընկալեց իր ամբողջական ողբերգությամբ։ Տպավորություն է, որ սա հատուկ ռազմավարություն է, որը կիրառում է իշխանությունը, որը հիմա նման է այն ամենի հետ, ինչ կատարվում է եկեղեցու շուրջ։ Արդյոք հիմա փորձում են բթացնել հանրությանը ավելի կոպիտ եւ ավելի կոշտ հարձակման համար, ընդ որում հնարավոր է նաեւ կաթողիկոսին ձերբակալեն եւ հասարակությունը այն արձագանքը չտա, որը անհրաժեշտ է։ Ցանկացած իշխանություն ձգտելու է հասարակական այնպիսի միջավայր եւ տրամադրություններ ստանալ, որոնք առավել համահունչ եւ այսպես համարժեք է իր նպատակներին, որտեղ ինքը առավել հեշտ կարող է իրականացնել իր գործողությունները եւ սպասարկել նպատակները։ Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացարձակապես այսպես բացառություն չէ կամ առանձին դեպք չէ։ Առավել եւս, եթե գործ ունենք իշխանության հետ, որի վրա է իհարկե ծանրագույն կորուստների պատասխանատվություն, բնական է առավել մեծ է լինելու այդ ձգտումը ապահովել այնպիսի հասարակական միջավայր, որտեղ այդ կորուստների համար պատասխանատվության հարցը առավելագույնս լեղոզված լինի, տարալուծվի ինչ որ process-ներում եւ այլն։ Եվ քանի որ բերեցիք Արցախի օրինակը եւ այս տեսանկյունից ես կարծում եմ շատ կարեւոր է հետեւյալը, այնպես ինչպես պաշտպանեցին կամ ճակերտավոր պաշտպանեցին Արցախը Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունից, հատկապես պատերազմից հետո, եթե նույն տրամաբանությամբ պաշտպանվելու է եկեղեցին, իսկ ես ցավոք սրտի տեսնում եմ, որ հենց այդ նույն տրամաբանությամբ է պաշտպանվում եկեղեցին, եկեղեցու հարցը դիտարկվում, հետևանքը մեծ հավանականությամբ կարող է լինել նույնը, այսինքն հերթական անգամ ավելի հաջողակ է լինելու իշխանության ծրագիրը, այսինքն իշխանությունն է կարողանալու իրացնել իր նպատակները։ Սա է նաև պատճառը, որ ես խոսում եմ այն մասին, որ եկեղեցու հարցն էլ չպետք է դառնա այնպիսի ներքաղաքական, թույլ տամ ասել, այսպես մի քիչ թեթև կարող է հնչել, բայց ներքաղաքական պինգ-պոնգի հարց իշխանության եւ ընդդիմության միջև։ Այդ պարագայում ես կարծում եմ մեծ հավանականությամբ էլի հաղթողը լինելու է իշխանությունը։ Դրա համար շատ կարեւոր է, որպեսզի
խնդրի եւ իրավիճակի խորքային գնահատում կատարի հենց հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան ղեկավարությունը եւ ըստ այդմ արվեն հետեւություններ, այդ թվում նաեւ դասեր քաղելով Արցախի հարցում սխալից։ Եթե կրկնեմ, պաշտպանվելու է եկեղեցին այնպես, ինչպես պաշտպանվում էր Արցախը, եւ նույն մարդիկ են այնպես պաշտպանելու եկեղեցին, ինչպես Արցախն էին պաշտպանում, դժբախտաբար հետևանքը կարծում եմ շատ մեծ տարբերություն չի ունենա։ Սա է պատճառը, որ պետք է վերագնահատել ինչի հետ գործ ունենք, ինչ process-ների հետ, որտեղ են խորքային մոտիվները եւ հետեւաբար որտեղ են անելիքները։ Այստեղ ընդդիմությունն էլ անշուշտ ունի իր անելիքը, բայց օրինակ ընդդիմության մասով կարևորագույն անելիքը հետեւյալը՝ ձևակերպել հայ առաքելական եկեղեցու խորքային դերը հայկական պետականության հարցում, բացի հուզական եւ պաթետիկ բնորոշումներից, եւ պետականության հարցում նաեւ գլոբալ այս փոփոխությունների համատեքստում, որովհետև հայկական պետականության դերն ու տեղը անխուսափելի վերանայվում է այս մեծ փոփոխությունների համատեքստում։ Եվ այդտեղ պետք է նաև վերանայվի, թե այդ պետականության կառուցվածքում ինչպիսի դեր է ունենալու հայ առաքելական եկեղեցին։ Այս հարցերով պետք է զբաղվի ընդդիմությունը, եթե մենք խոսում ենք եկեղեցու պաշտպանության հարցում ընդդիմության դերի մասին։ Քիչ առաջ խոսեցիք դրսից կառավարելու, նաև ձեր էջում էիք գրել, որ Հայաստանում երբեք իրական քաղաքացիական հասարակություն չի ձևավորվել, որովհետև դրա դոնորը եղել է Արևմուտքը։ Այս դեպքում ում ձեռքում է այսօր քաղաքացիական հասարակություն, Արևմուտքի իշխանության, թե ամբողջությամբ լուծարվել է որպես անկախ դերակատար։ Խնդիրը այստեղ իհարկե Արևմուտք, Ռուսաստան, Արևելք սա չէ, այլ ֆինանսավորման աղբյուր է։ Եթե ֆինանսավորվում է արտաքին միջավայրից, մենք երեխա չենք եւ շատ լավ հասկանում ենք, որ այդ ֆինանսավորումը քաղաքական գործիքակազմի մաս է տվյալ ֆինանսավորող երկրի համար։ Հետեւաբար այն հասարակությունը, որը ֆինանսավորվում է, տեղավորվելու է այդ գործիքակազմի մեջ, հետեւաբար այդ քաղաքական նպատակների մեջ։ Ըստ այդմ, եթե մենք խոսում ենք Հայաստանի հասարակության մասին, դրա ֆինանսավորման աղբյուրները պետք է ձևավորվեն Հայաստանում։ Հայաստանը կարող է միայն ֆինանսավորել Հայաստանի հասարակություն։ Եվ այս տեսանկյունից պատկերը այնպիսին է, ինչպիսին ֆինանսավորման քարտեզը, եթե կարող եմ այսպես ասել, եւ մոտիվներն ու շահերն էլ տեղավորվելու են այդ շրջանակում։ Սա նույնիսկ այդպես օրինաչափ մի բան է, որ հեծանիվել չէ, որ հայտնագործում ենք այդպես։ Եվ այս ամենը տեղի ունենում նախընտրական փուլում իշխանությունն ասում է մենք պայքարում ենք ապօրինությունների դեմ եւ բոլոր ձերբակալությունները այդ համատեքստում են։ Ընդդիմությունն էլ ասում է սա քաղաքական արշավ է տեղային հեղինակություններին չեզոքացնելու համար, օրինակ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։ Հիմա սա նախընտրական սցենարի մաս է, թե պարզապես իշխանության համար գոյատևման պայքար է սկսվել։ Դե իհարկե, ինչպես նշեցի եկեղեցու դեպքում, այս պարագայում էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է օգտագործել իշխանության ամբողջ գործիքակազմը, կանգ չառնելով իհարկե նաև իրավաչափության, համաչափության այդ ամեն ինչի առաջ իր խնդիրները լուծելու համար։ Այստեղ ինչ ենք մենք ունեցել տարիներ շարունակ Հայաստանում։ Այս դիրքում Հայաստանի, այսպես ասենք, ռևիզիան ենթարկել է Հայաստանը ռևիզիայի ենթարկել է արևմտյան աշխարհը որպես ժողովրդավարության ստուգող հանձնաժողով, եթե կարող ենք այսպես ասել։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ այն դիրքավորումը, որ Նիկոլ Փաշինյանը ունի քաղաքական իմաստով, համահունչ է կամ առնվազն համադրելի է այդ աշխարհի, արևմտյան աշխարհի որոշակի քաղաքական շահերի եւ նպատակների հետ։ Եվ մենք տեսնում ենք, որ ժողովրդավարության հարցում, այդ գործողությունների հարցում, որ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, չկա բավարար սկզբունքայնություն եվրոպական կառույցներից, արևմտյան ժողովրդավարական աշխարհի կառույցներից, առաջնորդներից եւ այլն, որովհետեւ այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, առնվազն չի հակասում իրենց քաղաքական շահերին, եթե չասենք, որ զգալիորեն իհարկե նաեւ այդ գործողությունները հենց ուղղորդվում են այդ քաղաքական շահերով։ Եվ սա է պատկերը։ Շատերն ասում են Փաշինյանը վաբանկ է գնում։ Ես չեմ կարծում, որ Փաշինյանը գնում է վաբանկ, առնվազն այն պատճառով, որ Փաշինյանը չունի այդպիսի խաղադրույք կատարելու բավարար սուբյեկտություն։ Փաշինյանը շատ մեծ կախվածություն ունի արտաքին միջավայրից։ Այլ հարց է, թե նրան ինչ աստիճանի խաղադրույքի կմղեն արտաքին միջավայրում խոշոր խաղացողները։ Այստեղ պատկերը բավական այսպես խառն է եւ բավական բազմաշերտ է, բայց ես կարծում եմ ինքը Փաշինյանը այդպես սեփական խաղադրույքը որոշելու, դրա աստիճանը որոշելու այդ բավարար սուբյեկտություն չունի։
բայց իհարկե ամեն ինչ, ամեն առավելագույնը փորձելու է անել իշխանությունը պահելու խնդիրը լուծելու համար։ Կստացվի թե ոչ, սա կախված է իհարկե շատ տարբեր գործոններից, բայց ինքը ձգտելու է դրան։ Նաև այս ընթացքում տեսնում ենք իշխանությունը սիրադիր հայտարարություններով է արձագանքում Ադրբեջանի հայտարարություններին, որը հստակ տարբերվում է օրինակ Ադրբեջանից եկող ավելի կոշտ հայտարարություններին։ Օրինակ այսօր Ցորենի բեռնափոխադրման պատմությունը ներկայացվում է որպես մեծ հաջողություն, խաղաղության մեկնարկ, խաղաղության սկիզբ, սա կարողջական ակցիա է, թե իսկապես խաղաղության process-ի ազդակ։ Իմ գնահատմամբ սա առավելապես կարողջական տրամաբանության մեջ կազմակերպված ակցիա է, ցույց տալու, որ այն խաղաղությունը, որ ներկայացնում է պաշտոնական Երևանը օգոստոսի 8-ից հետո, ոչ միայն շատ կասկածելի համոզչականությամբ հաստատքների վրա հիմնված խաղաղություն է, այլ նաև պրակտիկ որոշումների, եւ մենք երևի թե առաջիկայում կտեսնենք մի քանի այդպիսի պրակտիկ որոշումներ, որոնց բուն իմաստը առավելապես կլինի հենց այդ քարոզչական էֆեկտը ստանալը Նիկոլ Փաշինյանի նախընտրական process-ների համար, որովհետև ակնհայտ է ընդհանրապես այդ օգոստոսի 8-ի համաձայնագիրն էլ խոշոր հաշվով իր առանցքային նպատակներից մեկը ունեցել է հենց Փաշինյանին տալ այդ խաղաքարտը։ Իհարկե դրա դիմաց ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն էլ տվել է որոշակի քաղաքական զիջումներ, սա նույնիսկ արտացոլված է օգոստոսի 8-ի փաստաթղթային բազայում, նույն Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ զիջումը, երբ հայտարարվում էր, որ դա Երևանը կստորագրի, եթե ստորագրվի խաղաղության պայմանագիրը, բայց պայմանագիր չի ստորագրվել, իսկ այդ լուծարման դիմումը Երևանը ստորագրել է, եւ ընդհանրապես այդ օգոստոսի 8-ին Թրամփի ուղի ասվածը, դա այլ բան չէ, քան հենց միջանցքային տրամաբանությամբ ճանապարհի վերաբերյալ համաձայնություն։ Էական չէ այստեղ այդ միջանցքը Թրամփին է տրվել Թրամփի անունով, թե որևէ այլ մեկին, որովհետեւ տողատակում այդտեղ կարող են բազմապիսի բանավոր կամ ոչ երևացող այլ պայմանավորվածություններ լինել, բայց տրամաբանությունը այդ փաստաթղթի հենց միջանցքային ճանապարհի տրամաբանությունն է։ Որից ինչ է շահում Հայաստանը։ Հայաստանը գործնականում շահել է, եթե Հայաստանը ասելով նկատի ունենք հենց Նիկոլ Փաշինյանը որպես իշխանություն, որովհետև Հայաստանը որպես պետություն գուցե շահել է ինչ-որ կայունության միջավայր, թեպետ ես կարծում եմ այդ կայունությունը պայմանավորված է ավելի շատ աշխարհաքաղաքական միջավայրով մեր ռեգիոնի շուրջ, քան հենց փաստաթղթով։ Բայց այդուհանդերձ Հայաստանը կարող է ընդամենը խոսել այդ մի որոշակի ժամանակահատվածով այդպես ժամանակավոր կայունության մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը շահել է հենց այդ քարոզչական խաղաթուղթը, որովհետև եթե դա չլիներ, եթե չլիներ ասելու հնարավորությունը, որ ահա ես բերել եմ խաղաղություն, Նիկոլ Փաշինյանը բացարձակապես չուներ էլեկտորատին ներկայացնելու որևէ այլ առարկայական ձեռքբերում։ Առավել եւս, եթե համեմատելու լինեինք 2021-ի նրա նախընտրական ծրագրի հետ։ Այդ ծրագրում բոլորն են հիմա հիշատակում, թե ինչեր կար գրված Արցախի հեռանկարի մասով, ընդհուպ անջատում հանուն փրկության տարբերակը, Շուշիի, Հադրութի դեօկուպացիա, այսինքն Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր 21-ին, որ գնում է խաղաղության եւ գնալու է խաղաղության, բայց այդ խաղաղությունը բոլորովին այլ կառուցվածք ուներ իր ներկայացրած ծրագրով։ 5 տարի անց ինքը հայտարարում է խաղաղության մասին, բայց այդ խաղաղությունը լրիվ հակառակ բովանդակությամբ է։ Բայց եթե անգամ այդ ասելու հնարավորությունը նա չունենար, բացարձակապես ոչինչ չուներ ներկայացնելու էլեկտորատին։ Եվ հիմա օգոստոսի 8-ին տրվել է նրան այդ հնարավորությունը, իմ գնահատմամբ, որովհետև այդ հնարավորությունը ընձեռելը բխում էր թե Ադրբեջանի, թե նաև միջազգային մյուս ավելի խոշոր խաղացողների շահերի տրամաբանությունից, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ունենա այդ հնարավորությունը եւ Հայաստանում պահպանվի այն տրամաբանությունը պետական քաղաքականության, որ կա մինչեւ հիմա։ Ասում են նաեւ, որ համադրելով Փաշազադեի հայտարարությունները եւ եկեղեցու դեմ մեզ մոտ ընթացող արշավը, որ նաեւ Ադրբեջանից եկող պարտադրանք է եկեղեցու դեմ կատարվողը մեր երկրում։ Իմ համոզմամբ Ադրբեջանն էլ պարզապես այստեղ փորձում է տեղավորվել ավելի խոշոր քաղաքական process-ների մեջ։ Ակունքը այդ գործողությունների ես կարծում եմ շատ ավելի հեռու է, այսպես ասենք, քան Ադրբեջանը։ Ալիևը ընդհանրապես միշտ համենայն դեպս վերջին տարիներին կարողացել այդպես հարմար տեղավորվել միջազգային հոսանքների մեջ եւ լուծել Հայաստանի, նաեւ Արցախի վերաբերյալ իր հարցերը։ Հիմա էլ փորձում է տեղավորվել այդ հոսանքի մեջ եւ դարձյալ քաղել իրենը, բայց մոտիվները հայ-առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի ես կարծում եմ շատ ավելի խորն են եւ շատ ավելի հեռու են, քան Ադրբեջանը եւ նույնիսկ Թուրքիան։
հայ-առաքելական եկեղեցու կազմաքանդումը կամ թուլացումը ինչ է տալու այդ հերո գտնվող օղակներին։ Հայ-առաքելական եկեղեցին, ինչպես նշեցի, դարավոր ներկայություն ունի միջազգային քարտեզում։ Այո, այդ ներկայությունը դավանական է եւ իհարկե գուցե համեմատելի չէ շատ ավելի խոշոր եկեղեցիների հետ, որոնք հավատացյալների անհամեմատ մեծ թվաքանակ են ներառում եւ այլն։ Բայց այդուհանդերձ իր պատմական դավանական այդ խորքով հազվադեպ եկեղեցիներ կան, որ կարող են համեմատելի լինել հայ-առաքելական եկեղեցու հետ։ Եվ այդ ներկայությունը նաև առանցքային ռեգիոններում է աշխարհաքաղաքական, ինչպես օրինակ Մերձավոր Արևելքը։ Եվ ունի այդ ներկայությունը որոշակի միջազգային ճանաչում։ Սա ստեղծում է սուբյեկտություն, հայ-առաքելական եկեղեցու սուբյեկտություն։ Եվ եթե հայկական պետականությունը ոչ թե եկեղեցու հետ այդպես դիմակայության մեջ լինի, այլ եկեղեցու հետ համադրված քաղաքականություն վարվի, դա նաև հայկական պետականության համար է որոշակի սուբյեկտային ռեսուրս եւ ներուժ իր սահմաններից դուրս դերակատար լինելու համար։ Դիցուք, ինչպես նշեցի, Մերձավոր Արևելքը, որը հասկանում ենք, թե ինչ հիմնարար նշանակության ռեգիոն է աշխարհաքաղաքականության մեջ։ Հիմա կարող ենք պատկերացնել այդ ռեգիոնում սուբյեկտային եւ դարավոր ներկայություն ունեցող հայ-առաքելական եկեղեցին ինչքան մրցակիցներ կարող է ունենալ այնտեղ դարձյալ ֆունդամենտալ շահեր հետապնդող թե կրոնական, թե քաղաքական խմբերի մեջ։ Իսկ ինչպես է հնարավոր կանգնեցնել այդ քանդող մեքենան, եթե օրինակ յուրաքանչյուր հոգևորականի մեկ ընդդիմադիր հայտարարությունը կարող է դառնալ ձերբակալության պատճառ, այսինքն եկեղեցին չի կարողանում ամբողջությամբ պայքարել իշխանության դեմ, որովհետև սպառնում է ձերբակալություն։ Թեպետ չեն վախենում եւ պայքարում են, բայց այլընտրանքը ո՞րն է, ով պիտի օգնի։ Դրա համար եմ ես կարծում, որ եթե մենք կենտրոնանում ենք այդ շերտի վրա, մենք բաց ենք թողնում շատ ավելի խորքային պատճառահետևանքային շերտը։ Եթե մենք կենտրոնանանք պատճառահետևանքային այդ խորքային շերտի վրա, գուցե մենք շատ ավելի արդյունավետ լուծումների կարող ենք հասնել արդեն հետևանքների հարցում, որ մենք տեսնում ենք Հայաստանի ներքին դաշտում։ Ես կարծում եմ, եթե տրամաբանությունը դիտարկվի այս հաջորդականությամբ, կարող են գտնվել ավելի արդյունավետ անելիքներ, ինչպես ձևավորել այն դիմակայունությունը հայ-առաքելական եկեղեցու համար, որ պետք է այս բարդ աշխարհաքաղաքական միջավայրում։ Մեր եկեղեցին ունեցել է այդ դիմակայունությունը, որտեղ անցել է դարերով անցել է շատ բարդ միջավայրեր։ Եվ հիմա էլ պետք է պարզապես փնտրվի ներկայիս ժամանակահատվածում անհրաժեշտը։ Սա ենթադրում է իհարկե խորքային եւ անընդհատ աշխատանք, պարզապես պետք է կենտրոնանալ այդ աշխատանքի վրա եւ չտրվել առավելապես ներքաղաքական սպառման տրամաբանությամբ գործողությունների։ Այդ հարցում ընդդիմությունը կարող է որևէ բան անել։ Այո, ինչպես նշեցի, ընդդիմությունը պետք է փորձի, ես որևէ կերպ դեմ չեմ, որ հնչեն եկեղեցուն աջակցող հայտարարություններ եւ այլն, բայց ինչպես նշեցի, առարկայական իմաստով ըստ իս քաղաքական ուժերը պետք է ձևակերպեն եւ ոչ միայն հայ հանրությանը, ոչ միայն Սփյուռքի հայությանը, այլ նաեւ միջազգային դերակատարներին ներկայացնել հայ առաքելական եկեղեցի, հայկական պետականություն հարաբերության այն կոնցեպտը, որը նաև կարող է գործընկերային տարեր պարունակել հենց միջազգային խոշոր դերակատարների համար, այսինքն տեղավորվել այդ միջազգային process-ներում, որովհետև միայն հակազդելու մասին մտածել, ես կարծում եմ դա էլ արդյունավետ չի լինի, որովհետև այդ process-ները շատ ավելի ուժեղ են։ Պետք է կարողանալ տեղավորվել կոնցեպտուալ իմաստով առաջարկներ ներկայացնել այդ խոշոր դերակատարներին։ Նիկոլ Փաշինյանը ինքը տեղավորվել է եւ փորձում է դրանից քաղել առավելագույնը։ Պետք է նաև հակառակ կողմում այս խնդիրը լրջագույն դիտարկման ենթարկվի։ Շնորհակալ եմ, պարոն Բադալյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։